Այսքանից հետո նախ առաջի հարցը ինչու հնարավոր եղավ ագրեսոր պետության ռեժիմի արտգործնախարարի այցը Երևան։ Սա կարևորագույն հարց է, ինչու դա եղավ, ինչու պետք է լիներ կամ արդյոք հնարավոր չէր կանխել նման այցը։ Արդյոք իսկ եթե հնարավոր չեղել ինչու, այսինքն ինչու հարցը թե ինչով էր, ինչու հնարավոր եղավ եւ ինչու հնարավոր եղավ այցը եւ ինչու հնարավոր չեղավ կանխել, սա առանցքային հարցն է, որի հետ կապված արդեն կամ որի պատասխանը չունենալով, բայց փաստը ունենալով անխուսափելիորեն ձևակերպվում են այլ երկրորդական հարցեր, որոնք արդեն վերաբերում են Երևանին։ Ինչ է նշանակում դու օրենք ես ընդունում Եվրամիության անդամության գործընթացի սկզբի մասին եւ ասում ես, որ հայտ չեմ ներկայացնում։ Okay, հայտ չես ներկայացնում, բայց գործընթացը որպես սկսելու մասին օրենքը դա պարտադրում գործադիր իշխանությանը, որտեղ օրենսդիր մարմինը ընդունել է օրենք եւ գործադիր իշխանությունը պարտավոր է օրենքի իրականացման ուղղությամբ քայլեր կատարելու, որից մեկը իհարկե լավ հասկանում կարող է լինել հայտը, բայց սովորաբար այդ միջև հայտի ներկայացնելը ֆորմալ առումով բովանդակային իհարկե փոփոխություններ պետք է կատարել, չէ՞, ասենք թե անկախտատական համակարգ, տնտեսական ուրեմն ոլորտ, կրթության եւ այլն, կիբերանվտանգություն, էներգետիկա։ Հիմա երբ որ դու միանգամից ասում ես հայտ չեն ներկայացել, ապա այդ ես ճիշտ ասած ակնկալում էի, որ պետք է մի հատ այլ հարցել են, չէ՞, բայց դեպքում ինչի՞ մարիկ ընդունի օրենքը։ Չէ, ռուսական կողմից։ Չնայած ինչու պետք է միայն ռուսական կողմից օրենքը այդ հարցը տրվի։ Մեր կողմից հարցը։ Ինչու համար եք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Ես հարցրել եմ 3 իշխանական պատգամավորին եւ պատասխանը հետեւյալն է, որ ժամանակի ընթացքում այո, պետք է պատրաստվել դիվերսիֆիկացնել եւ այդ ուղու վրա են։ Okay, այդ դեպքում դիվերսիֆիկացնելու վերաբերյալ այդ ձևակերպումը ինչքանով է տեղավորում Կրեմլի ռեժիմի հետ համագործակցությունը, այն էլ փոխշահավետ համագործակցությունը շարունակելու այդ ձևակերպման հետ, որովհետև ինչ փոխշահավետ բան կարող է լինել Կրեմլի հետ, մի ռեժիմի հետ, որը հետխորհրդային տարածաշրջանի իրանց տեսակետից անկախ պետություններին վերաբերվում է որպես իր ենթակա տարածքներ, որոնք չպետք է լինեն։ Հանցինս Ուկրաինայի դեմ, ասենք թե ագրեսիայի, նույն այդ ոտնձգությունները Վրաստանի դեմ, 2008 թվականին։ Այսինքն փոխշահավետությունը, ասենք թե ինչպես կարող է լինել ընդհանրապես փոխշահավետ նման ռեժիմի հետ որևէ համագործակցություն, եթե խոսքը գնում է նրան, որ կարգավորել հարաբերությունները այն տեսակետից, որ Կրեմլից սպառնալիքները չլինեն, դա այլ ձևակերպում է պահանջում։ Եվ օրինակի համար այդ տեսակետից նաև հիշատակենք, որ Լավրովը ուղղակի հստակ ներկայացրեց, որ կամ որակում տվեց, որ Ֆրանսիայից սպառազինության ձեռքբերումը իհարկե դա ձեր ինքնիշխան որոշումն է, լավ էր գոնե ինքնիշխան հասկացողությունը կիրառում է, չնայած մենք լավ գիտենք, որ իրենց համար որևէ այլ պետության ինքնիշխանություն հետխորհրդային բանը ձևական եւ բովանդակազուրկ է, բայց այնուամենայնիվ շեշտադրում կատարեց, որ բայց այնուամենայնիվ դուք վերցնում սպառազինություն գնում եք մի պետությունից, որը թշնամական է տրամադրված Ռուսաստանի հանդեպ։ Հիմա արտգործնախարարի դա ես մի քանի անգամ որակել եմ եւ հիմա էլ եմ ցանկանում դա նշել, դա ռուսական նորագույն Ռիբենտրոպն է, Լավրովը, ոնց որ նացիստական Գերմանիա։ Եթե նա այդպես է որակում, ապա այսինքն քո այնպիսի պետությանը
որից դու սպառազինություն ես վերցնում Ֆրանսիային, ապա քո փոխշահավետ համագործակցությունը Կրեմլի ռեժիմի հետ եւ նրա կողմից թշնամի համարվող պետությունից սպառազինության գնելը, հա, կամ նրա հետ հարաբերությունների զարգացումից մենք գիտենք որ դա բավական, ապա ո՞նց են դրանք տրամաբանորեն, թե դրանք բովանդակային առումով անգամ ոնց կարելի է տեղավորել, գիտեք, համատեղել, որտեղ այսպես կոչված բալանսավորված, հիշում եք ժամանակին կար բանի Օսկանյանի, չէ, Ռոբերտ բանի ժամանակ, որ ասում էին բանը այլ տերմին էին օգտագործում, հա, եւ նրանց հետ, հա, հիմա բաները փոխվում են, հիմա կոմպլիմենտարը բովանդակային առումով հիմա էլ բալանսավորված, բայց ինչքանով է դա հնարավոր միաժամանակ երկու աթոռին նստած մնալ, սա ֆունդամենտալ հարց է, կարող ասել թե գիտեք դե դիվանագիտությունը հնարավորություն է տալիս եւ այլն ինչ որ խոսույթներ կիրառել կամ բան, բայց դիվանագիտություն, բայց քո պետության ղեկավարը ասում է որ հիբրիդային պատերազմ են ուղղում, պարլամենտի սպիկերը ասում է հիբրիդային պատերազմ է, դա վիրտուալ չէ։ Չնայած մենք միշտ պնդում ենք, որ բացի հրապարակախոսական ժանրից, դա պետք է ամրապնդված լինի կոնկրետ փաստերով եւ իրավական ինչ-որ գործընթացներով, հայլապես դուրս է գալիս դա զուտ քարոզչական նկատառումներով է կիրառվում։ Չնայած մենք գիտենք, որ հիբրիդային պատերազմը օրոցերեկով ռուսական հերոստանգերություններով ամեն, հա, այդ ամենը իրականացվում է։ Ապա ո՞նց է, ինչու՞ է կայանալու փոխշահավետությունը։ Նորից անդրադառնանք։ Իհարկե այն որ Կրեմլը սպառնալիք է, դա փաստ է։ Իմ համոզմամբ պետք է հստակ ասել, որ այո, դուք թշնամական եք համարում, բայց Ֆրանսիային, բայց մեր բարեկամական իբր որպես բարեկամական պետություն, հա, մենք ձեր բարեկամական կամ անվտանգային բարեկամությունը, բարեկամական վերաբերումը չենք տեսել, բայց տեսել ենք հենց Ֆրանսիայից, չէ՞։ Հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը ինքը սպառազինության կարիք ունի եւ դա չեն էլ թաքցնում, դրա համար Հյուսիսային Կորեայից եւ տարբեր տեղերից գնում են։ Չարները ճարեղնի Հայաստանից էլ զենքերը սպառազինությունները կվերցնեն, ասեն թե հանուն մեր ագրեսիայի, բայց դու պետք է հստակ ասես, որ կներեք, մենք չենք կարող անընդհատ շարունակաբար մեր անվտանգային խնդիրների լուծման հնարավորությունը տեսնել Կրեմլի հետ այդ թղթի վրա գոյությունով, բայց դե ֆակտո չաշխատող այդ պայմանագրերով։ Դրա համար այո ճիշտ ենք անում եւ մեր ռազմավարական համագործակցությունը Ֆրանսիայի հետ պետք է խորացնենք օրինակի համար։ Պարոն Սաքունց, կարող է ներքաղաքական ենթատեքստ լինել այս Ռուսաստանի հետ հարաբերությունների կամ շփումների ակտիվացման այդ տրամադրվածությունը Հայաստանի իշխանությունների կողմից։ Ասում են նախընտրական շրջանում ենք, Քոչարյանը Մոսկվա էր գնացել, որից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց, այսինքն իրենք պայքարելու են, որպեսզի ստանան Ռուսաստանի աջակցությունը 2026-ի ընտրություններում։ Տեսեք, այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, իհարկե նույնիսկ եմ կրկնում, մի հատ այդ կարևոր բանը հարցը ձևակերպենք, որն էր ոչ միայն թե պատճառը, որ հնարավոր եղավ Լավրովի այցը, այլ նաև դա մեկ այլ հարց է, որովհետև դա կարծես տպավորություն է, օբյեկտիվ անկողմնակալ դիտորդի մոտ այն տպավորությունն է ձևակերպվում կամ ձևավորում, որ Երևանը իր քաղաքականության մեջ Կրեմլի հետ բեկում մտցրեց, որտեղ այն խոսույթը, որ բառացիորեն մի ամիս առաջ լսում էինք, հիմա այդ խոսույթը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ եւ փաստի առումով չի լսում։ Այսինքն ինչ որ տեղաշարժ է տեղ ունեցել, որի մեկնաբանությունը կամ որի դրդապատճառները, մոտիվները նույնպես շատ կարևոր է հասկանալու համար, հա, որ թե ինչով է պայմանավորված։ Եթե հիմա այդ հարցի տեսակետից մի գործոնը դա ներքաղաքական իրադարձություններով է պայմանավորված, ապա պետք է ասեմ, որ բավական շատ անհաջող ուրեմն վարքագիծ են դրսևորել, եթե չասեմ քաղաքականություն, որտեղ տպավորությունն այնպեսին է, որ Կրեմլի հաճոյությունը ստանալու համար մրցավազք է տեղի ունենում։ Կներեք դա ընդհանրապես աբսուրդ է, այսինքն
դա նշանակում է այն բոլոր հավաստիացումները ինքնիշխանության պահպանման, ինքնիշխանության երաշխավորման, հա, Հայաստան որպես պետություն 29700 կամ 800 քառակուսի կիլոմետրի բանի վրա բովանդակային առումով այդ սկզբունքից նահանջ է, որովհետև աբսուրդ կլինի, հստակ եմ ձեզ ասում, որ որևէ մեկը համաձայնվի կամ ընդունի, որ ինքնիշխանության մասին խոսք կարող է գնալ, երբ որ քո ներքաղաքական իրադարձությունների մեջ մրցապայքար գնա իշխանության եւ այսպես կոչված այլ խաղացող կամ խաղացողների միջև, հայաստանյան խաղացողների միջև Կրեմլի հաջողությունը ստանալու համար։ Սա ինքնին արդեն ինքնիշխանության դեմ ուղղված ուղղակի գործողություն է։ Ինչ է անում իշխանությունը, որպեսզի այս համոզմունքը փարատվի։ Սա առաջնային խնդիր է, որովհետեւ գիտեք այն սխեման, որը գործեց 1920 թվականին Ռուսաստան, բոլշևիկյան Ռուսաստան, Աթաթյուրքի Թուրքիա ու Հայաստանյան կառավարության, հա, երբ որ ըստ էության Հայաստանը զոհաբերվեց ռուս-թուրքական այդ շահերին, հիմա նույն տրամաբանությամբ կարծես թե մեկ այլ սխեմա է գործում, ոչ թե կարծես, այլ իրապես ռուս-ադրբեջանական այդ շահերը, հա, շահերին զոհ է տրվում հերթական անգամ Հայաստան։ Երբ որ դու քո դիմաց տեսնում ես միայն Ադրբեջանին, չնայած լավ էլ գիտակցում ենք, որ միայն Ադրբեջանին չեն տեսնում, եւ դրա համար ուղղակի բազմիցս արտահայտություններ եղել են, չէ՞, օրինակ նույն դեմարկացիոն, հա, դեմիլիտացիայի ընթացքում, երբ որ այդ այսպես կոչված այդ շարժումը եղավ, սրբազան շարժումը, որոնք ըստ էության նպատակ ունեն խոչընդոտել այդ սահմանազատման աշխատանքները, ժամանակ հստակ ասեցին, որտեղ Կրեմլի մատը խառն է, ով չի շահավետ, ում է շահավետ, որպես այդ սահմանազատումը եւ կայունացումը չլինի, Կրեմլին, հա, բայց այդ դեպքում ոնց է, այդ դեպքում փոխշահավետությունը պետք է ենթադրի, որ դու ինչ որ ռեսուրս ունես կամ ինչ որ ասելի կամ տալիք ունես Կրեմլին, որպեսզի նա հրաժարվի Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունից ի օգուտ Հայաստանի շահերի, բայց դրա նման բան էլ չկա, հիմքեր չկան նման պնդում անելու, այսինքն դա հիպոթետիկ եւ մտածածին, եթե չասեմ կեղծ, հա, ակնկալիք։ Այդ դեպքում եթե արտաքին քաղաքականության առումով Կրեմլի հետ փոխշահավետության հիմքերը չկան, բացի Կրեմլի շահերը սպասարկելուց, գումանած դրան էլ նաև ներքաղաքական գործընթացների տեսակետից գնա մրցապայքար, թե ով կլինի ամենաընդունելին Կրեմլի համար, ապա ինքնիշխանության մասին խոսալը, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական այս Կրեմ, դառնում է անիմաստ, եթե չասեմ, ընդհանրապես վերանում է ինքնիշխանության հասկացողությունը։ Եվ եթե դեպքում այդ բանն կա, բայց դեպքում դուրս է գալիս, որ միայն իշխանության խնդիր է մնում։ Բայց կներեք ավերակների վրա իշխանություն ունենալը դա այն ինչ որ մենք ցավոք սրտի 30 տարվա պատմության ընթացքում եւ հատկապես 1994 թվականից հետո ունեցանք, մեզ դա չեղավ,